Այժմ գտնվում ենք Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում, որտեղից ահազանգ էինք ստացել, թե վարչական ղեկավար Վոլոդյա Հալաջյանը, որ նաև քաղաքացիական պայմանագրի վստահված անձ է, առավոտից գտնվում է գյուղի միակ ընտրատեղամասում եւ ուղղորդում է գյուղացիներին։ Գյուղապետի ներկայությունը այստեղ չի խանգարում։ Չէ, նորմալ է։ Եթե օրենքը թույլ է տալի, նորմալ է։ Բայց ներկայությունից չեն կաշկանդվում։ Չէ։ Նույնիսկ հեռապետից մեջ բացեցի, վստահված ինքը, վարչական ղեկավարը կարող է դիմել վստահված։ Այստեղ տեղում տեսանք, որ Հալաջյանը իսկապես շրջում է ընտրատեղամասում, որը տեղակայված է գյուղի դպրոցի շենքում, բայց հերքեց նա բոլոր այն պնդումները, թե ուղղորդում է համագյուղացիներին, օրենքն էլ չի արգելում վարչական ղեկավարին լինել վստահված անձ, տվյալ դեպքում իշխող քաղաքացիական պայմանագրի վստահված անձն է։ Բայց հիմա այստեղ դուք շրջում եք, այսինքն Ես չեմ շրջում, ես չեք ուղղորդում մարդկանց, ստացվում է, որ ձեր ամբողջ համագյուղացիները անցնում են ձեր աչքի հայացքի տակով։ Այս մարդն էլ լա մեր գյուղից, այն մարդն էլ լա մեր գյուղից, բոլորն էլ մեր գյուղից են, բայց ես ուր գնամ գյուղից։ Մեզ հետ զրուցած գյուղացիներն էլ ասացին, թե ուղղորդում չեն տեսել ու որ ընտրել են իրենց կամքով։ Գյուղապետի հայացքի տակով եք անցնում, գնում ընտրությանը մասնակցում։ Այդ կաշկանդում է թե Չէ, ես կուզեմ նարել կընտրեմ, ուզում է ջուխսով է չէ, ուզում է ես իմ ընտրողն ունեմ։ Նախադեպ էր, որ գյուղապետը ներկա էր որպես վստահված անձ, դա չէր կաշկանդում ձեզ որպես գյուղացի։ Չէ, ազգ ջան, Չէ, ձեր ուզածին ընտրեցիք։ Իհարկե։ Ոչ մի անգամ սերտ նորմալ ընտրություններ չէ, սա ըստ կամքի ամենքի ընտրությունն անում է։